Բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2025 թվականը նաև առաջին տարին է մեր ողջ պատմության ընթացքում, երբ որ արտագաղթը վերափոխվել է ներգաղթի ժողովուրդ, մենք պետք է հասկանանք այս պատմական պահը, հասկանում եք առաջին անգամ մեր անկախության պատմության մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ թե փախել են Հայաստանի Հանրապետությունից, այլ վերադարձել են Հայաստանի Հանրապետությունում, որովհետև նրանք տեսնում են, որ Հայաստանի Հանրապետությունը սիրում է իր քաղաքացուն, նրանք տեսնում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին սիրում է իր պետությունը, եւ 2026 թվականի հունիսի 7-ը 2026 թվականի հունիսի 7-ը պետք է լինի մեր սիրո հաղթանակի օրը, քաղաքացու եւ պետության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ Հայաստանի Հանրապետության փոխադարձ պատմական անշրջելի սիրո հաղթանակի օրը պետք է դառնա 2026 թվականի հունիսի 7-ը եւ ինչպես այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը կանգնում է ձեր առաջ եւ Հայաստանի Հանրապետության անունից ասում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, ես սիրում եմ քեզ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2026 թվականի հունիսի 7-ին պետք է գնան ընտրական տեղամաս եւ իրենց քվեարկությամբ ասեն Հայաստանի Հանրապետություն, ես սիրում եմ քեզ, Հայաստանի Հանրապետություն, ես սիրում եմ քեզ, Հայաստանի Հանրապետություն, ես սիրում եմ քեզ։ Եվ ուրեմն, ժողովուրդ, եւ ուրեմն 2026 թվականի հունիսի 7-ին մենք պետք է տեր կանգնենք մեր պետությանը, պետք է տեր կանգնենք մեր անկախությանը, պետք է տեր կանգնենք մեր ապագային, որը այսօր է, պետք է տեր կանգնենք խաղաղությանը եւ մեր համոզմունքն է, մեր քաղաքական համոզմունքն է, որը մենք կիսում ենք ձեզ հետ, բայց դուք եք դատավորը եւ մենք հլուկը ենթարկվենք ձեր կայացրած ցանկացած որոշմանը, որտեղ դուք եք բարձրագույն տերը եւ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ձեզ է պատկանում իշխանությունը